Ինչ որոշեցինք մենք, որոշեցինք, որ այս անգամ Սպիտակից Էջմիածին գնում ենք Դիլիջանով եւ Սևանով։ Ճանապարհին ամուսինս ասաց, մենք տեսնենք Դիլիջանում որտեղ չենք եղել, այնտեղ մտնենք։ Եվ ես որոշեցի, որ գնալու ենք Մաթոսավանք։ Անցած անգամ մենք եկել էինք Դիլիջան ու գնացել ենք Ջուղտակ վանք, փաստորեն իրենք իրար շատ մոտ են ու մենք Մաթոսավանք չէինք գնացել։ Հուսով եմ եղանակը մեզ չի խանգարի, որտեղ մենք արդեն հասնում ենք ու շատ անպամած եղանակ է, որտեղ ոտքով ենք գնալու, մոտ 20 րոպե անտառով քայլելու ենք մինչև Մաթոսավանք։ Ու վստահ եմ շատ հետաքրքիր ու սիրուն տեսարան ենք տեսնելու, հաստատ։ Գրեք կոմենտներում ովքեր են եղել Մաթոսավանքում։ Մենք իջել ենք ու ոտքով ենք քայլում, մեքենան էլ կբարձրանար։ Այ որ մեր հին մեքենայով գայինք, կբարձրանայինք, բայց քանի որ նոր մեքենայով ենք, բացի այդ առողջարարա քայլելը ավելի լավ է քայլենք։ Մոտ 20 րոպե ոտքի ճանապարհ է տալիս անտառով։ Ուղղակի գիտեք, ինչն է այստեղ դիսկոմֆորտը, որ խոնավություն կա շատ ուժեղ։ Մարիա մեքենա է գալիս, որ շատ ուժեղ խոնավություն կա ու ամբողջ մարմնովդ զգում ես այդ խոնավությունը։ Բայց բնությունը, գետի ձայնը, այս գույները, մի հատ նայեք ինչ գույներ է, հետո որ մենք այս վիդեոները հեռուստացույցով նայում ենք, ու տեսնում ենք ինչքան սիրուն է ամեն ինչ, եւս մի անգամ ապրում ենք։ Քանի կարաք շնչեք երեխեք։ Այս վերևի ճանապարհը տանում է դեպի Ջուղտակ վանք, որտեղ մենք արդեն եղել ենք ու կարող եք իմ վլոգներում տեսնել։ Իսկ այս մյուս ճանապարհը արդեն դեպի Մաթոսավանք։ Հիմա մի հատ լոկացիան ստուգեմ, ինձ թվում է հա ոչ թե ուղիղ, այլ սենց, որովհետև մարդկանց մեծամասնությունն էլ սենց է գնում։ Այսենց սիրուն տեսարաններով զմայլվելով գնում ենք։ Այստեղ այսպես հանգստյան տարածքներ կան, որտեղ կարող եք գալ սնվել։ Պետք է գնանք անցնենք գետի մյուս կողմ, բայց հետաքրքիրն է նա, որ նայեք ոնց ենք անցնելու։ Այ քեզ բան, մնում է։ Լավ, ինձ հեռվից շատ բան բարակ էր թվում։ Հաստատ կանցնենք։ Չէ, հաստատ կանցնենք։ Այս կամուրջի վրայով անցանք ու առաջանում ենք, շարունակում ենք մեր ճանապարհը։ Չէ, այսպես կահավորված է ճանապարհը նշաններով իրականում։ Ու հաստատ ճանապարհը կգտնեք Միջնադարյան վանքերի արահետ։ Գնա Մարջան։ Շատ խոնավ է այստեղ։ Սունկ եք գտել։ Հələ։ Յուղա սունկա, նայես կաթը մեջ ստրախում։ Գնացինք, արագ գնանք, քանի անձրև չի սկսել։ Դե հա հիմա բան, այստեղ խոնավ է, սունկ շատ կլինի հաստատ։ Ջանը։ Ջան։ Հա, դե որովհետև նշաններ է արած այստեղ։ Այս ճանապարհն է ցույց տալիս, գնա։ Դու ծառերի վրա էսա շատ կտեսնես տենց նշաններ։ Քայլի։ Իրականում Google Map-ն էլ Yandex-ն էլ ճանապարհը ցույց են տալիս, բայց երբ որ հասնում եք այս հատված, արդեն կապ չի լինում ձեր հեռախոսների վրա ու պետքա զուտ իրագծած քարտեզով ինքներդ կողմնորոշվեք ոնց գնաք։ Բայց լավ կողմն այցելելն է, որ ճանապարհի վրա, ծառերի վրա նշումներ կան արած, որ դուք չճեղվեք ճանապարհից, բացի այդ ճանապարհը տանում է երևում է, էլի որ ճանապարհը որտեղով անցնում են։
Մեծ մեքենաներ այստեղ գալիս են, այստեղ արդեն սովորական մեքենայով չես անցնի։ Ոյ։ Մամ, այդ կորնիները։ Բա, ծառերի արմատները։ Սեք, սա մեքենայի ճանապարհն է։ Այստեղից արդեն ոտքի ճանապարհը նշաններով։ Ահա, դե շարժվեք նշաններով։ Գնացիք։ Կորնիների մեջ ելնենք։ Չէ, դա ճանապարհի ցույց տալու տեղն է, որ մարդիկ իմանան, հաստատ որ ճիշտ են գնում։ Չնայած արդեն այնքան մարդիկ են անցել։ Ահա։ Գիտես, չէ՞։ Շատ բարձր։ Մարիամ, այս մամուրով նույնիսկ կողմնորոշվում են, թե հյուսիսը, հարավը որ կողմի վրա է։ Ճիշտն ասած պետք է նայեմ, հստակ չգիտեմ։ Իրեն ջան, զգուշել է սոտել է։ Ծառերի որ կողմի վրա մամուրը աճած լինում, դա նշան է։ Հասկացա՞ր, նայ։ Ծառի այս կողմի վրա չկա։ Կողմով աճում էլի։ Իսկ այն կողմի վրա կա։ Արվինե, էլա մի րոպե տեղիցը Չէ, հետ։ նայ, կարմիր սունկը։ Ուր է։ Օ, նայ։ Սիթունավոր սունկ է հաստատ։ Ճանապարհը շատ հեշտ է անցնում ու շատ հաճելի է իրականում քայլելը այս ճանապարհով։ Իսկական ջան։ Հա, քայլի արևս։ Իսկապես Տավուշը եւ Լորին Հայաստանի թոքերն են, իզուր չի այդպես ասում։ Մենք էլ ինչքան կարող ենք շնչենք, որ գնանք քաղաք։ Հա, դե խոնավ է արևս այդտեղ շատ կլինի սնկեր։ Սնկերը խոնավ տեղն են աճ։ Քայլի։ Սնկերը բախկվում են։ Քայլեք արագ հասնենք, քանի անձրև չի սկսվել։ Ժամը 5-ին անձրև է տված։ Ջան։ Հիմա այս ասեմ։ Ինչը։ Ոյ։ Մարդիկ։ Կվախենային, կվազեին, սարը։ Հա, այստեղ ճանապարհը իրականում մի քիչ խափուսիկ է այս հատվածում։ Պետք է շատ ուշադիր լինեք նշաններին։ Տապալվել է այս ծառը։ Հեն, գն։ Էլի վերը։ Հələ։ Արի։ Ինչ հետաքրքիր է։ Հաստատ վերև։ Նիրեն, ճիշտ են գնում։ Բայց խի արահետ չկա։ Ձեռը դու։ Հա։ Խի արահետ չկա։ Նշան էլ չկա։ Լավ չէ։ Արի տեն է տանը։ Կարող Այ քեզ բան։ Վերջ նշան չենք տեսնում։ Արահետ չկա։ Երևի սենց, հա, ոնց։ Մենք անտառի մեջ ճանապարհը կորցրեցինք, դուրս եկանք մեքենայի ճանապարհը գտանք։ Հիմա փորձում ենք հասկանանք ոտքի ճանապարհը ոնց է։ Ավելի լավ է ավտո մեքենայի ճանապարհով գնանք։ Հա, ուրեմն ճիշտ են գնում։ Լավ սունկ։ Դաժե ունես ChatGPT հետաքրքիր է ինձ էլի միշտ։ Բայց սա հաստատ թունավոր է։ Այս սա Վրան ինչ որ կետիկներ են Հələ նկարի սա։ Այս։ Նայ, նկարում ես։ Բացում ես, հենց կիսում ես կապույտ է դառնում, ինչ հետաքրքիր է։ Կապտել է։ Սիրուն է։ Տեսակ չէ ինչ հետաքրքիր սունկեր, երբ կիսում էինք, սպիտակ էր ու հետո միանգամից կապույտ էր դառնում սնկի ներսը։ Այդ դենը հետո կասկածներ կան, որ այդ ուտելը։ Չէ, դա իհարկե թունավոր արդեն այդ իր ֆունկցիայից sense ասած արձագանքից պարզա որ թունավոր է։ Վերոշ։
Երևի շուտով կհասնենք, բայց շատ երկար եկանք։ Դա ցավեսա, համել հովա։ Արդեն հովացավ, հա, բայց խոնավ է, ահա որ դու շալվարով չես, այսինքն խոնավություն է, ահա որ։ Ուրեմն ճապոնական այդպիսի ուսմունք կա, թե ինչու են վանքերը կառուցել խորը անտառների մեջ կամ օրինակ սարերի ամենաբարձր կետերում ու իմաստը եղել է, որ հենց այդ ճանապարհը, որ անցել են, ոնց է կոչվում հայերեն, ռուսերեն մանախի, անցել են ճանապարհը ու հասել են այդտեղ ճանապարհին, իրենք իրենց հետ են եղել առանց ավելորդ աղմուկի եւ կողքի ձայների։ Հենց ինձ թվում է Հայաստանում էլ այս ամեն ինչը եղել է ու իմաստը եղել է հենց այդ, թե ինչու է եկեղեցին վանքը կառուցվել այսքան բարձր տեղերում։ Այսքան սիրուն տեսարաններ են, մեծ լեն եկել, ոնց որ նկար լինի։ Թվում է մենք հասնում ենք։ Ոյ, հա, հասնում ենք։ Այստեղ ինֆորմացիա է մատուցավանքի մասին 13-րդ դարի կառույց է։ Ես չգիտեմ դուք այս թռչունների ձայնը լսում եք թե չէ, բայց անկեղծ երբ հասնում ես այստեղ, ուզում ես ցածր խոսես կամ ընդհանրապես չխոսես ու լսես բնությանը ավելի մոտ լինես Աստծո ձայնին, հրաշք է ուղղակի։ Նայեք, ուղղակի հրաշք։ Մերսա, հարևս։ Այն մեծ խալը ես եմ։ Բայց չես կարա կարդալ, չես կարա հասկանալ։ Սեպուճուր կարգա։ Հա։ Ընդդեմ որ փետենք թե երկար, շատ երկար փետա, անգելա մեջը։ Հետո որ եկին են վերևից քանդել, դե մենք անտառին չենք ասում անտառն քոլ ենք ասում, էլի, ասում ես քոլի միջի գործունից կճուճը, դե չեն վարկեցել ոս ամապուրա։ Հետո որ հողը մաքրել են կողքեքը, նոր մեկ էլ որ այդ կողքեքը քանդել են, դե 4 հոտը որ վառել են վերևից գցել, այն դիմաց են երկու խաչը ինքը երևացել է։ Նոր ջոկել են որ դիմացը կա։ Եվ այն ժամանակվա մարդիկ սա չթարեն, չէ, համի որ դու դեյ գա, ոնչ է, ես դեյ, սա ոչ չարցած է։ Թաղը պահել են, Հա, ծա գյուղացք են թրկել։ Հա, թաղը պահել են։ Բայց մաթոսը ստեղ է թաղված։ Տարան ոտի տակ թաղը, որ ասանքին ամմացիկ։ Հեսա, հա։ Ոտի տակ Որ հիմնական եկեղեցիները աղբաց ամեն այս կեցմանները, դե որ ծառեն, հետո էլ Որ ծառեն։ բանք նույն ես մտի, ոտի տակը բանք է։ Այն տղամարդը, որ էստեղ էր, թաքնված խաչը ցույց տվեց Մաթոս ավանքի, ու ես էլ ձեզ եմ ուզում ցույց տալ։ Նայեք, այստեղ պատի մեջ, տեսակ, թաքնված խաչեր են։ Ահա։ Շատ հետաքրքիր է այս հատվածն էլ, ինքը փլուզման վտանգ կա, դրա համար այստեղ մուտքը մի քիչ վտանգավոր է, որտեղ վերևից կախված քարեր կան, բայց շատ հետաքրքիր վայր է։ Նայեք այս հատվածը, ինչքան սիրուն է, ինչքան հետաքրքիր է։ Պատերը ամբողջությամբ խաչքարներով են պատված։ Իսկապես արժեր անցնել այս ճանապարհը, նույնիսկ 2 անգամ ավելի երկար ճանապարհ կանցնեինք այս հրաշքը տեսնելու համար, իսկապես արժեր։
Հիմա կբարձրանանք վերև ու կտեսնեք, թե վերևից ինչ տեսք ունի եկեղեցին ու ինչպես պատմեց այդ տղամարդը, եկեղեցին գյուղացիներն են հողի մեջ թաղել, որպեսզի փրկեն ավերակելուց։ Տեսեք եկեղեցու գմբեթն է, որտեղից կարանք նայենք նաև ներսը։ Մարիամ, այնտեղ ծառն է։ Իսկապես, չգիտեմ, հրաշք տեսարան է այստեղ։ Եկեղեցու պատերը, որ խոնավությունից արդեն կանաչել են, յուրահատուկ հմայք են հաղորդում այս ամեն ինչին։ Ու այս խաչը փայտից էլի շատ հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր է այստեղ, որովհետև փլուզման վտանգ կա։ Այս հատվածից է բացահայտվել եկեղեցին եւ իր գոյությունը։ Այսպիսի շատ անսպասելի, բայց շատ իմաստալից ու շատ լեցուն փոքրիկ ճամփորդություն ունեցանք այսօր մենք։ Դեռ չի ավարտվել, դեռ էլի երկար ճանապարհ ենք գնալու, բայց այսքանն էլ ինձ հերիք էր, որ իմ այս օրը համարեի լիարժեք։ Այստեղ նույնիսկ եթե ոչինչ չանենք ու նստենք, լսենք բնության ձայները, ստվում ավելի շատ բան կստանանք։ Ասում եմ դուք էլ լսեք։ Ասի կուժի է, արմեն կուժել։ Այստեղ ինձ թվում է, որ պեղումներ լինի, շատ բան կգտնեն։ Դե եթե գերեզմանը ես եմ գցել դե բայց մարդիկ կան թե անցնեն դրանց մասնքն Հնասուն գերեզմաններ եկել են։ Դե սա վանքի կողքին է Բա, ծիդիկի բուն։ Դե չես կարաս զոհ։ Մամ, ծիդիկի բուն։ Չեն եկե պեղումների կամ ինչ-որ Չեն հնագիտակ, հա, ուղղակի չի թույլատրել։ որտեղ անտառի մեջ է։ Հա։ Դե որտեղում մի անենք աղանք։ Այ մարդ գոնե բերեմ մի ճամրասեմ։ Մենք արդեն դեպի հետ ճանապարհին ենք։ Ուզում եմ մի փոքրիկ ինֆորմացիա տալ ձեզ Մաթոսավանքի մասին, այն կառուցվել է 1247 թվականին։ Զաքարյանների տոհմից իշխան Ավագ Զաքարյանն է այն կառուցել։ Յուրահատկությունը կայանում է նրանում, որ դարերի խորքից դարերով անցնելով վանքի պատերը պատվել են մամուռով։ Սա շատ յուրահատուկ երևույթ է Հայաստանում եւ գտնվում է Դիլիջան ազգային պարկի խորքում եւ իրականում երբեմն նույնիսկ աննկատ է, այսինքն իր տեղը չի երևում։ Եվ ինչպես պատմեց տղամարդը, որ այստեղ է հիմնականում լինում, վանքը գյուղացիներն են գտել, ուղղակի գմբեթի հատվածն է բաց եղել։ Տեսել են, որ ներսում ինչ-որ խորություն կա, քանդել են ու հողի տակից հայտնաբերել են այս հրաշք Մաթոսավանքը։ Մի վանք չի, ամբողջ համալիր է, բայց շատ քիչ հատվածն է պահպանվել, գմբեթն էլ չի պահպանվել, քանդված է ու շատ վտանգավոր է իրականում, որտեվ քանդվելու վտանգ էլ կա հենց։ Շատ յուրահատուկ, շատ հիանալի աուրա վայր է, ու իսկապես խորհուրդ եմ տալիս։ Եկեք
Հաշվի առեք, որ ոտքի ճանապարհ կա, չնայած ներքևում մեքենաներ էլ կան, որոնք ձեզ կտանեն։ Բայց իրականում ինքնուրույն հասնելը վանքին շատ ավելի յուրահատուկ է ու իմաստ կա դրա մեջ։ Հիմա կքայլենք մեքենայի մոտ 20 րոպե քայլելու ենք, ես էլ բնությունը վայելելով, մաքուր օդ շնչելով, քայլենք դեպի մեքենան ու կշարժվենք դեպի տուն։ Մի բան էլ վանքի մասին, անվան հետ կապված, այդ մարդն ասաց, որ Մաթոսը իրականում այստեղ է թաղված, բայց թե ով է Մաթոսը, ոչ մի պատմական Մաթեոս, այսինքն ոչ մի պատմական նշում կամ հստակ թե ով է եղել այդ մարդը, թե վանքը ինչու Մաթոսավանք, չկա, միգուցե մարդը, ով գտել է վանքը, անունն է եղել, բայց շատ հետաքրքիր է, որ Սուրբ Աստվածածին է հենց գլխավոր Դավիթի անունը, Սուրբ Աստվածածին է։ Եթե այս մասով դուք ինչ-որ ինֆորմացիա ունեք, շատ ուրախ կլինեմ, որ կիսվեք։